Զավեշտեր օրինակ այդ Արա սարգիշտի բախտանց է բերում, միջև իրան հասնում այնքան քֆուր եմ տվածել եմ իրան ոնց որ քիչ մնացած է։ Հա, մի խոսքով արի ասենք ուղակի որ տես մատ կերպար կա, հա, արգիշտի կիվիրան։ Չես կարող էլի, չես։ Դե չեմ ուզում նորը մի քիչ հետ եկա այդ վիճակից։ Չէ, չես կարող մոռանաս իրան։ Հա, չէ, որովհետև զավեշտ է էլի, ուրեմն այս անասուն ինչ էր արել։ Երբ մենք հայտարարել էինք, որ նախագահը մեզ հյուր է լինելու, արդեն ինքը մի քանի օր առասարակ որ մտնում եք այդ ջնամեք, ասենք 80%-ը Սերժ Սարգսյան, տարբեր ինքը Սերժի դեմ է պայքարում էլի միջև այսօր, երևի 18-ից միջև այսօր ինքը պայքարում է Սերժի դեմ, բայց այդ չի հարցը։ Այդտեղ ինքը անալոգիա էր տարել, գրել էր այն նայեք տարբերությունը։ Սերժը գնում է իմ նեմնիմի, Նարեկը Կարապետյան գնում է Տակեր Կարասանի մոտ։ Էդի չեմ տեսել։ Արհեստական փորձում է նաև ինքը հետո գրառումներ անում։ Հակցնի, հասկացա։ Օրինակ ասում է տաշիրցիկ պետք է բան անեն, հա, մտնեն այս թեմայի մեջ Սերժի դեմ պայքարի մեջ, թե չէ, սա իրանց է թիրախով, ապուշ բաներ է խոսում, բայց զավեշտ է էլի, օրինակ առասարակ, հա, ինչքանով է ողջամիտ համեմատել 5 միլիոնանոց համաշխարհային ճանաչելիություն ունեցող աշխարհում տարածված լեզվով ոդկասթի, ոդկասթ չի դա, համարենք ոդկասթի դեպ։ Գլոբալ առումով ոդկասթ։ Համարենք ոդկասթ, հա, օքեյ, իր այդ ոդկասթի այդ հարթակը համեմատել երկու տղեկի հետ, որոնք 0-ից սկսել ու փորձում են ինչ-որ բան անել, հա։ Բայց ինչևէ, դրանց հետո ձենները շատ արագ կտրվավ ինչ-որ մի պահ, չկարացան դալշը գնան այդ թեզով, որովհետև այնպես ստացվեց ու դա իրականում սպասելի էր, որովհետև նախ Նարեկի հարցազրույցը անգլերեն էր սկզբնա այդ առաջին օրը, հա, իսկ անգլերեն շատերը չեն տիրապետում, երկրորդ ակնհայտ է, որ մեր երկրում կատարվողը մեր ներքին լսարանի համար շատ ավելի մեծ հետաքրքրություն ունի, քան Տակեր Կարլսոնի, որին մեծ մասը չի էլ ճանաչում, հարցազրույցը ու մենք կրկնակի ավելի շատ լայվ դիտումներ ունեինք, էլ չեմ ասում, որ այնտեղի դիտումների ճնշող մեծամասնությունը ամերիկացիներն Նարեկն էլ է դրա մասին գրել, հա, բայց ինքը դրականով է գրում ու ես համաձայն եմ իր հետ, որտեվ ինքը ասում է, տեսեք, ճնշող մեծամասնությունը ամերիկացիներն են նայեն, Twitter-ում է մեծ դիտումներ գրանցել եւ այլն, որ այն թեզերը որոնք ինքը բարձրաձայնել է ցեղասպանության մասին եւ այլն, կողմ դնենք դրա բանը, էությունը, հա, այդտեղ ինքը նորարարություն է մտցրել դրա ընկալումների մեջ, բայց դրա մասին չեմ խոսում, ինքը պնդում է, որ օբյեկտիվորեն պնդում է, որ ուրեմն միջազգային լսարանը այսքան մասշտաբով իմացավ ցեղասպանության մասին կամ ավելի մանրամասն իմացավ, հա, բայց այս դիշով կեքը, որ հա բնայք հա տարբերությունը, երբ որ շատ ավելի էֆեկտիվ փաստացի դուրս եկավ։ Մեր հարթակը այդտեղ էլ եմ ասում, զավեշտ առասարակ ես չեմ դրա հեղինակ, հա, որ համեմատում եմ, մենք նման բան ոչ adekvat չենք, հա, մենք մեզ համեմատենք Տակեր Կարլսոնի հետ, բայց փաստացի այդ մեկը դարձավ շատ մեծ մեդիա իվենթ, մյուսը օբյեկտիվորեն չդարձավ այդքան ոչ թե այդքան առասարակ էլի տենց շատ չտարածվեց, ինչպես նաև իդեպ երկրորդ նախագահի հարցազրույցը եւս օբյեկտիվորեն չդարձավ մեդիա առիթ, բայց մենք դրա չարախնդացողները չենք, օրինակ հենց հիմա մեզ նամա այնքան մարդ, ինչքան պիկի ժամանակ նամա էր երկրորդ նախագահին, բայց մենք ձերպես դիշոկա չենք, հիմա դա ավել է, բայց օրինակ ձեր մոտ տենց մի բան լիներ, ես վստահ եմ, օրինակ Սերժ Սարգսյանի հարցազրույցը եթե դիտեին այնքան ինչքան նայում են ձեզ, Ոռնոսները գցել եք, որ ապեր մենք ստե նստած բաներ ենք խոսում ավելի շատ են նամ, քան նախագահային բան, որովհետև դուք դիշով եք, դուք չեք աշխատում ընդդիմության համար, դուք աշխատում եք Սերժ Սարգսյանի դեմ մենակ, ձեր նպատակը էդ է, դուք Նիկոլի հետ պայքարի թեմա վաբշե չունեք, ես վստահ եմ նույնիսկ ձեզ մի թուլափայ առաջարկեն կվեկալ եկել, ասեք չրես Սամո Բաբայան, մի խոսքով էդ է ձեր էությունը։ Ես մի բան հորդորեմ, էլի ու խնդրեմ, ոչ միայն քեզ, նաև մեր շատ սիրելի մարդկանց, ուրեմն հատուկ ինչ որ մարդկանց բան կա, որոնք հատուկ ասում են, որ Սերժ Սարգսյանի հարցազրույց, հա, բայց օրինակ Արմեն Աշոտյան, Հայկը Մամիջանյան հստակ շեշտում են, որ դա ոդքասթ է եղել եւ դա հարցազրույց չի, արի մենք հորդորենք մարդկանց, իրոք դա հարցազրույց չի եղել ժողովուրդ ջան, որտեղ հարցազրույցի ակնկալիքը ուրիշ է, իդեպ նաեւ մարդիկ կան, որոնք հարցազրույց ասելով ակնկալիքով են տարբեր բաներ ասում, դա եղել է ոդքասթի եթեր։ Դե օրինակի համար հարցազրույցի ակնկալիքներն են, որ օրինակի համար եթե հարցազրույց ես տալիս, այնա սաղին տուր։ Ինչի՞։ Օրինակ ասուլիս արա, հա, էլի։ Հարցազրույցը ոդկասթի հետ իրականում շատ նման է, բրատ։ Նման է, հա, բայց իրականում բովանդակային առումով էլ է տարբեր, դրա համար կարելի է ես կասեի ֆորմատն է տարբեր, որտեղ այս ֆորմատը թույլ տվեց մեզ տալ հարցեր, որոնք դասական հարցազրույցի ժամանակ այդքան ընկալելի չէր լինի, բայց մի խոսքով, այդ ինչ վերաբերում էր դրանց։